Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 12-րդ Եվ նրա մոտ ուղարկեցին փարիսեցիներից և հերովդեսականներից ոմանց, որպեսզի նրան խոսքով որսան: Եվ նրանք եկան ու նենգությամբ հարց էին տալիս և ասում. «Վարդապետ, գիտենք, որ դու ճշմարտասեր ես և չես քաշվում ոչ ոքից, որովհետև մարդկանց աչառություն չես անում, այլ ճշմարտությամբ Աստծու ճանապարհն ես ուսուցանում: Արդ ասա մեզ. օրինավոր է հարկ տալ կայսրին, թե ոչ, տանք, թե չտանք»: Հիսուս իմացավ նրանց կեղծավորությունը և ասաց. «Ինչու եք ինձ փորձում, կեղծավորներ: Ինձ մի դահեկան բերեք, որ տեսնեմ»: Եվ նրանք բերեցին և նրանց ասաց. «Ո՞ւմն է այս պատկերը կամ գիրը»: Եվ նրանք ասացին նրան. «Կայսրինը»: Հիսուս պատասխան տվեց և ասաց նրանց. «Գնացեք, տվեք կայսրինը կայսեր և Աստծունը Աստծուն»: Եվ զարմացան նրա վրա: Նրա մոտ եկան սադուկեցիները, որոնք ասում են, թե հարություն չկա: Հարց էին տալիս և ասում. «Վարդապետ, Մովսեսը մեզ համար գրել է. եթե մեկի եղբայրը մեռնի և կին թողնի, բայց որդի չթողնի, թող նրա եղբայրը առնի նրա կնոջը և իր եղբոր համար զավակ հասցնի: Արդ մեզ մոտ 7 եղբայրներ կային: Առաջինը կին առավ և մեռավ ու զավակ չթողեց: Եվ երկրորդը նույն կնոջն առավ ու մեռավ և նա էլ զավակ չթողեց: Նույն ձևով նաև երրորդը առավ նույն կնոջը: Եվ 7-ն էլ զավակ չթողեցին: Ամենքից հետո մեռավ նաև կինը: Արդարության ժամանակ, երբ հարություն առնեն, նրանցից ում կինը կլինի, քանի որ 7-ն էլ նրան կին առան»: Հիսուս պատասխան տվեց և ասաց նրանց. «Հենց դրա համար չէ, որ մոլորված եք, քանի որ չգիտեք գրքերը և ոչ էլ Աստծու զորությունը: Որովհետև երբ մեռելներից հարություն առնեն, ոչ տղամարդիկ կին կառնեն և ոչ էլ կանայք մարդու կգնան, այլ կլինեն հրեշտակների նման, որ երկնքում են: Իսկ գալով մեռելներին, թե հարություն են առնում, դուք չէիք կարդացել Մովսեսի գրքում, մորենու դրվագում, թե ինչպես Աստված ասաց նրան. «Ես եմ, ասում է, Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը»: Իսկ Աստված մեռելների Աստվածը չէ, այլ ողջերի, ուստի դուք խիստ մոլորված եք: Օրենսգետներից մեկը մոտենալով լսում էր նրանց, մի ինչ վիճում էին: Երբ նա տեսավ, թե Հիսուս նրանց պատասխանը լավ տվեց, հարցրեց նրան և ասաց. «Ո՞ր պատվիրանն է առաջինը»: Եվ Հիսուս ասաց նրան. «Ամենից առաջինն է. «Լսի՛ր Իսրայել, մեր Տեր Աստվածը միակ Տերն է, և դու պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով և քո ամբողջ զորությամբ: Սա է առաջին պատվիրանը: Եվ երկրորդը նման է սրան. դու պիտի սիրես քո ընկերոջը քո անձի պես: Չկա ուրիշ պատվիրան ավելի մեծ, քան սրանք»: Եվ օրենսգետը նրան ասաց. «Լավ է, վարդապետ, ճշմարտությամբ ասացիր, թե Աստված մեկ է և բացի նրանից ուրիշ Աստված չկա: Եվ նրան ամբողջ սրտով, ամբողջ զորությամբ, ամբողջ մտքով սիրելը, ինչպես և ընկերոջն իր անձի պես սիրելը, առավել է, քան ողջակեզները և զոհերը»: Եվ Հիսուս տեսնելով, թե նա իմաստությամբ պատասխան տվեց, նրան ասաց. «Հեռու չես Աստծու արքայությունից»: Եվ այլևս ոչ ոք չէր համարձակվում նրան բան հարցնել: Մինչ Հիսուս ուսուցանում էր տաճարում, հարց տվեց ժողովրդին ու ասաց. «Ինչպե՞ս են ասում օրենսգետները, թե Քրիստոս Դավթի որդի է, մինչ Դավիթն ինքը Սուրբ Հոգով ասում է. «Տերն իմ Տիրոջն ասաց. նստիր իմ աջ կողմում, մինչև որ քո թշնամիներին քո ոտքերի համար պատվանդան դնեմ»: Արդ եթե Դավիթն ինքն իսկ նրան Տեր է կոչում, ինչպե՞ս նրա որդին կլինի: Եվ շատ ժողովուրդ նրան լսում էր սիրով: Եվ սովորեցնելով նա իր ուսուցման ընթացքում ասում էր. «Զգույշ եղեք այդ օրենսգետներից, որ ուզում են աչքի զարնող զգեստներով ման գալ, հրապարակներում հարգանքի ողջույններ որոնել, ժողովարաններում առաջինաթոռները և ընթրիքների ժամանակ պատվոտեղերը: Նրանք ուտում են այրիների տները, ցուցադրաբար երկարացնում են աղոթքները, որպեսզի ավելի խիստ դատաստանի ընդունեն»: Հիսուս կանգնած էր գանձանակի դիմաց, դիտում էր, թե ինչպես ժողովուրդը պղինձ դրամ է գցում գանձանակի մեջ: Եվ շատ մեծ արուստներ շատ բան գցեցին: Մի այրի կին եկավ և 2 լումա գցեց, որ մի գրոշ է: Եվ Հիսուս իր մոտ կանչելով իր աշակերտներին, նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այդ չքավոր այրին ավելի շատ գցեց գանձանակի մեջ մյուս բոլոր դրամ գցողները: Քանի որ ամենքը իրենց ավելորդից գցեցին, իսկ նա իր չքավորությունից գցեց
ամեն ինչ, որ ուներ իր ամբողջ ապրուստը։